Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ելույթ է ունեցել Հայաստանի պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովում։ Մարզահամերգային համալիրում ընթացող միջոցառմանը լրագրողների մուտքը փակ է եղել։ Համաժողովին մասնակցել են տարբեր նախարարությունների, պետական հիմնարկների աշխատակիցներ։ Սկզբունքային եմ համարում մեր ներքին լեգիտիմության ամրապնդումը, որը պետք է արտահայտվի նոր սահմանադրության ընդունմամբ, համալիրում հրավիրված փակ միջոցառման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա պետական ծառայողների առջև ունեցած ելույթում խոսել է միջազգայինորեն ճանաչված տարածքային ամբողջականությունը պաշտպանելու իրավունքի և նաև նոր սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին։ Նոյեմբերի 21-ին ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային վարչությունում տեղեկատվություն է ստացվել, որ Ճամբարակ թթուջուր հատվածում հրդեհ է բռնկվել։ Սարալանջին այրվում է խոտածածկ տարածք։ Կազմակերպվել է համապատասխան արձագանքում։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզային փրկարարական վարչությունների ստորաբաժանումներից, հատուկ նշանակության փրկարար աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը։ Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվել են ողջ գիշերվա ընթացքում։ Աշխատանքները շարունակվում են, կրակը վերահսկելի է, փոխանցում են նախարարությունից։ Նախնական տվյալներով 3 օջախով այրվում է խոտածածկ տարածք։ Հրշեջ փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի անտառապատ գոտիներ և բնակելի տարածքներ։ Հրդեհաշիջման աշխատանք է կատարում 243 փրկարարական ծառայող, 6 հրշեջ տեխնիկա, 30 օպերատիվ խումբ։ Դեպքի մասին մամուլում շրջանառվում են տարբեր ոչ հավաստի տեղեկություններ, նախարարությունը հորդորում է հետևել միմիայն պաշտոնական տեղեկատվությանը։ Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունների հանդիպումը։ Ազգային ժողովի պատգամավորները կառույցում մեր երկրի պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանի գլխավորությամբ մասնակցել են Ստամբուլում կայացած ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային 23-րդ նստաշրջանի աշխատանքներին։ Այս վեհաժողովի պատմության մեջ առաջին անգամ էր, որ աշխատանքներն ընթանում էին Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռքբերված հաստատված խաղաղությունից հետո, եւ պիտի ասեմ, որ մթնոլորտը այս առողջությամբ բոլորովին այլ էր այս անգամ, անսովոր էր թե մեզ համար, թե մյուս երկրների պատգամավորների համար։ Քննարկեցինք Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ձեռքբերված խաղաղությանը, Վաշինգտոնի համաձայնություններին, կոմունիկացիոն պրոյեկտներին, խաղաղության խաչմերուկ նախագծին իհարկե եւ թրիփուղու վերաբերյալ աշխատանքներ։ Հաշվի առնելով, որ վեհաժողովի աշխատանքներն անցկացվում էին Թուրքիայում, անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Քննարկումների առանցքում են եղել նաև Հայաստանում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերը։ Պատվիրակության անդամ Արթուր Հովհաննիսյանը նշել է, այս համատեքստում վեհաժողովականները դրական գնահատականներ են հնչեցրել մեր երկրի ժողովրդավարականացման, ինչպես նաև Հայաստանի վարած արտաքին քաղաքականության վերաբերյալ։ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը տեղի կունենա փետրվարին Վիեննայում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների 27 սենատորներ նամակ են հասցեագրել պետքարտուղար Մարկո Ռուբիոյին Թրամփի վարչակազմին կոչ անելով պահանջել Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքական առաջնորդների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը։ Նամակում Թրամփի վարչակազմին կոչ է արվում պահանջել, որ միջազգային դիտորդները մուտք ստանան Բաքվում իրականացվող կեղծ դատավարություններին, ինչպես նաև կիրառել գլոբալ մագինցկու պատժամիջոցներ ադրբեջանցի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր պատասխանատու են մարդու իրավունքների խախտումների համար։ Նամակում ընդգծվում է, արդեն 2 տարի է ինչ Ադրբեջանի շրջափակումն ու ռազմական հարձակումը Արցախի վրա ստիպողաբար տեղահանեցին շրջանի 120,000 քրիստոնյա հայերին, մի գործընթաց, որը միջազգային իրավունքի մասնագետները գնահատում են որպես էթնիկ զտում։ Սենատորները պետքարտուղար Ռուբիոյին հորդորում են Ադրբեջանի իշխանությունների հետ շփումներում ձեռնարկել 3 կոնկրետ քայլ՝ պահանջել բոլոր հայ քաղաքական գերիների և ռազմագերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակում, պահանջել, որ Ադրբեջանը թույլ տա միջազգային դիտորդներին և անկախ լրատվամիջոցներին հետևել հայ քաղաքական գործիչների դեմ ընթացող դատավարություններին, կիրառել գլոբալ մագինցկու ակտով նախատեսված պատժամիջոցներ ադրբեջանցի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր պատասխանատու են հայերի նկատմամբ մարդու իրավունքների խախտումների համար։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նախորդին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Ռուսաստանի Դաշնության հետ տնտեսական հարաբերությունների ընդլայնմանն ու երկու երկրների միջև առևտրաշրջանառության ավելացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Առանձին անդրադարձ է կատարվել ագրոարդյունաբերության ոլորտում փոխգործակցության գյուղատնտեսական արտադրանքի անխափան արտահանումների կազմակերպման, համատեղ ձեռնարկությունների ստեղծման, բուսասանիտարիայի ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններին։ Առավել հեռանկարային ուղղությունների թվում կարևորվել է նաև զբոսաշրջության ոլորտում հարաբերությունների խորացումը։ Հարկ վճարողների համար բողոքարկման գործընթացի վերաբերյալ տեղեկատվությունը դարձել է ավելի մատչելի եւ հարմարավետ։ Պետական եկամուտների կոմիտեն վերջերս օգտակար թարմացումներ է կատարել պաշտոնական կայքեջում։ Խոսքը մասնավորապես վերաբերում է հարկ վճարողի բողոքարկման իրավունքի եւ հարկային ու մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի գործունեությանը վերաբերող տեղեկատվության որոնմանն ու օգտագործմանը։ Բողոքարկմանը վերաբերելի ամբողջական տեղեկատվությունը այժմ հասանելի է մեկ միասնական հարթակում, որտեղ հարկ վճարողները կարող են ծանոթանալ իրենց բողոքարկման իրավունքին, բողոք ներկայացնելու ժամկետներին ու կարգին, ինչպես նաեւ հանձնաժողովի կազմին եւ աշխատակարգին։ Պետք պաշտոնական կայքեջի հարկ վճարողի բողոքարկման իրավունքը եւ պետք հարկային ու մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովը բաժնում թարմացվել է նաեւ հանձնաժողովի որոշումների հրապարակման ենթաբաժինը։ Այստեղ բացվել է բողոքի թեմա դաշտը, միաժամանակ ներդրվել են որոնման ճկուն գործիքներ։ Դրանց շնորհիվ հարկ վճարողները կարող են ավելի արագ եւ հեշտությամբ գտնել իրենց հետաքրքրող թեմաներով բողոքարկման հանձնաժողովի որոշումները։ Օրինակ, եթե ՀԴՄ կիրառման կանոնների վերաբերյալ հարկային մարմինը տնտեսվարողի մոտ արձանագրել է խախտում եւ նա ցանկանում է վիճարկել այն, ապա մինչ բողոքարկման հանձնաժողով դիմելը կարող է նախապես ծանոթանալ նմանատիպ դեպքերի վերաբերյալ կայացված որոշումներին։ Նոր գործիքների ներդրման նպատակն է խնայել հարկ վճարողների ժամանակը, բարձրացնել իրազեկվածության մակարդակը, ապահովել տեղեկատվության հասանելիություն բոլորի համար, փոխանցում են կոմիտեից։ Համայնքային ոստիկանության Նայիրի բաժնի ծառայողները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ երկու երիտասարդ Կոտայքի մարզի Զովունի գյուղում տեղադրելու միջոցով իրացնում են թմրամիջոցներ։ Տեղեկությունն իրացվել է մարզի պարեկների հետ։ Զովունու 30-րդ փողոցում թմրանյութի փաթեթ տեղադրելիս ձերբակալվել եւ բաժին են տեղափոխվել Աբովյանի եւ Բյուրեղավանի բնակիչ 26-ամյա երիտասարդները։ Աբովյանցու խուզարկությամբ հայտնաբերվել է 14 փաթեթ, ընդհանուր մոտ 27 գրամ քաշով։ Նա ընդունել է, որ փաթեթներում մարիխուանա է, այն են բերել համացանցի միջոցով, գումարի դիմաց պետք է տեղադրեին Զովունիում։ Բյուրեղավանցի երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է ծալովի դանակ։ Երիտասարդները ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։ Նիգերիայի կենտրոնական մասում գտնվող Նիգեր նահանգի Սուրբ Մարիամ դպրոցից զինյալների առևանգած մարդկանց թիվը հասել է 315-ի։ Ինչպես հաղորդում է Armen Press գործակալությունը վկայակոչելով ՌԻԱ Նովոստիին, Ֆրանս Press գործակալությունը տեղեկացնում է, որ առևանգվածներից 303-ը աշակերտներ են։ Ավելի վաղ նշվել էր, որ նոյեմբերի 21-ին հարձակման հետևանքով առևանգվել է 227 մարդ։ Նիգերիայի քրիստոնեական ասոցիացիան հայտարարել է, որ ուրբաթ առավոտյան զանգվածային առևանգման հետաքննությունից հետո ստացվել են նոր տեղեկություններ, հավելելով, որ առևանգվածների ընդհանուր թիվը այժմ կազմում է 303 աշակերտ, 12 ուսուցիչ, գրել է գործակալությունը։ Ուկրաինայի դաշնակիցները Հարավային Աֆրիկայում մեծ 20-յակի հանդիպման ժամանակ կքննարկեն Միացյալ Նահանգների խաղաղության ծրագիրը եւ կփնտրեն այդ պլանի ուժեղացման ուղիներ հաջորդ բանակցությունների փուլի համար, հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը, հաղորդում է BBC-ն։ Գագաթնաժողովը մեկնարկել է նոյեմբերի 22-ին։ Հարավային Աֆրիկան կդառնա առաջին աֆրիկյան երկիրը, որը կհյուրընկալի այս գագաթնաժողովը եւ առաջին անգամ մեծ 20-յակի հանդիպումը կանցնի առանց աշխարհի խոշորագույն երկրների առաջնորդների մասնակցության։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է մեկնել գագաթնաժողով, պատճառաբանելով երկրում սպիտակամորթ բնակչության իրավունքների խախտմամբ։ Ուկրաինան չի մտնում մեծ 20-յակի կազմի մեջ, ուստի Սթարմերի նշած Միացյալ Նահանգների ծրագրի քննարկումը Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև պատերազմի դադարեցման վերաբերյալ կանցնի առանց Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի։
Փրկարար ծառայությունից տեղեկացնում են հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար։ Ստեփան-Ծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Առաջիկա 3 օրերին ցերեկը սպասվող ջերմաստիճանը հանրապետության մի շարք շրջաններում կգերազանցի պատմական առավելագույն արժեքները։ Այս մասին գրել է հիդրոթերապևտաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ Նա նշում է, որ Իրաքի շրջաններից ներթափանցվել են արևադարձային տաք-օդային հոսանքներ, որոնք մինչև ամսվա վերջին օրերին կմնան տարածաշրջանում։ Հիդրոթերապևտաբանության և մոնիտորինգի կենտրոնից տեղեկացնում են, մարզերում նոյեմբերի 23-ից 27-ին սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Լուսադեմին, Արարատյան և Շիրակի դաշտում սպասվում է կարճատև մառախուղ, քամին հարավ-արևմտյան 2-ից 5 մետր/վայրկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 23-ին ցերեկային ժամերին Լոռիում, Տավուշում, Սյունիքում աստիճանաբար կբարձրանա ևս 1-ից 2 աստիճանով։ Մնացած շրջաններում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։